Բարև ձեզ հարգելի ագնտիրներ, հայրենիք լրատվական գեցոնեն գահորտենք լուրերը։ Սուրբ Էջմիածնի շրջապագը վերածվեցավ հայ եկեղեցվող պաշտպան հավատացյալներու եւ ամենայն հայոց կաթողիկոսին հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսներու գոչին ընտարաճած քաղաքացիներու հագատիր հավաքներու վայրին։ Մինչ մայր դաջարին մեջ Գարեքին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսին հանդիսաբերությամբ կկատարվեր հավաքական աղոթքի ժամերկությունը, շրջապագին մեջ ոստիկան ուժեր անչադող շղթամը կազմած էին երկու հավաքներուն մասնակցող քաղաքացիներուն միջև։ Մայր դաջարի մեջ կատարված հավաքական աղոթքի ժամերկության ներկա գտնվեցան մեծ թիվով ընդդիմադիր պատգամավորներ, գործիչներ, արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերու ներկայացուցիչներ եւ հավատացյալներ։ Սուրբ Էջմիածնի մեջ հավաքի գոչ կատարած 10 եպիսկոպոսները, որոնք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տեսակցած էին օրեր առաջ, մնացին Սուրբ Քայանե վանքին մեջ, ուր հատուկ ճակատայիններով շրջապատված ուղղվեցան մայր դաջար, ուր ամենայն հայոց կաթողիկոսին հրաժարականի պահանջով նամակ մահանցնեցին քարտուղարության։ Անոնք ապա մայր դաջարեն հերացան դարձյալ հատուկ ճակատայիններու ուղեկցությամբ։ Մինչ այդ վարչապետ Փաշինյան հայտարարեց, որ ինք չառաջնորդեր 10 եպիսկոպոսներուն շարժումը, սակայն գաչակցի անոնց նախաձեռնության աններկա չգտնվեցավ հավաքին։ Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությունը վերջ գտավ եւ ադրբեջանցի մեղադրող Տադախազը ցմահ բանդարգության վճիռ պահանջեց։ Մեղադրող կողմը ցմահ բանդարգության վճիռ պահանջած է նաեւ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, արտաքին գործոս նախկին նախարար Դավիթ Բաբայանի, բանակի նախկին հրամանատար զորավար Լևոն Մնացականյանի, հրամանատարի տեղակալ զորավար Դավիթ Մանուկյանի եւ Արցախի ազգային ժողովի նախկին նախագահ Հոյտա բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանի համար։ Տադախազը նախկին նախագահներ Փագոս Սահակյանի եւ Արգատի Ղուգասյանի համարալ պահանջած է 20 տարվան բանդարգության վճիռ, նկատի ունենալով անոնց տարիքը։ Ադրբեջանը Հայաստանի վրայով Նախիջևանի գաբող եւ Թուրանական աշխարհին համար գենսական գապ ստեղծող Թրամփի ուղի ծրագրին մասին Իրանեն արձակվեցավ կարևոր դիրքորոշումը, որ ամբողջությամբ կհագասե Փաշինյանի վարչախումբին պատկերացումներում։ Արդարև Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Ակբար Վիլայետի հայտարարեց, որ Կովկասի համար Թրամփի ծրագիրը գործնականորեն նույնն է, ինչ է Զանգեզուրի միջանցքը, շեշտելով, որ Թեհրան ի սկզբանե թեմ եղած է նման միջանցքի, որովհետև կմերժե շրջանային սահմաններու որևէ փոփոխություն։ Իրանական այս կեցվածքին անդրադառնալով ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյան հայտնեց, որ Հայաստան հաշվի կառնե իր դրացի պետություններուն բոլոր գենսական շահերը, իսկ Ռուսիա արտաքին գործոս նախարարության անկախ պետություններու հասարակապետության 4-րդ բաժանմունքի տնօրեն Միխայել Գալուզին հայտարարեց, որ կա բավարար հիմք այս ծրագրին ռուսական մասնակցության համար։ Գալուզինի համաձայն ակնհայտ է, որ գործընկերները Հայաստան եւ Միացյալ Նահանգներ չեն կրնար այս ծրագիրը իրականացնել առանց Ռուսիա մասնակցության։ Կովկասի մեջ քաղաքական ազդեցության ձեռքբերման աշխարհակահաղական զարգացումներուն լույսին տակ Իրանի արտաքին գործոս նախարար Աբբաս Արաքչի ամբողջացուց նախապես Տեհրանի իշխանություններուն հրաբարակած դիրքորոշումը եւ Մոսկվայի մեջ արտաքին գործոս նախարար Սերգեյ Լավրովի հետ իր դեսակցությունեն յետ հայտարարեց, որ Իրան համոզված է, թե Կովկասի եւ Գերմանական Ասիո ապահովությունն ու գայունությունը նույն շրջաններու երկիրներուն միջոցով պետք է ապահովվի։
Անհիշեցուց, որ Թեհրան այս նպատակով 3 առավել 3 ձևաչափով մեխանիզմ առաջարկած է։ Արաքջի նշեց, որ Իրան բացարձակապես թեմ է Կովկասի մեջ օդար ուժի ներկայության, ավելցնելով, որ այս դիրքորոշումը փոխանցած են թրացի պետություններուն եւ շրջանային գործընկերներուն։ Թրացի պետությունները բնականաբար Հայաստան, Ադրբեջան եւ Վրաստանն են, իսկ շրջանային գործընկերները Ռուսիան եւ Թուրքիան։ Երևանի իշխանությունները հարաճիգա դարվան խորհրդարանական ընտրություններուն նախորյակին օգնություն խնդրեցին Եվրոպական միութենեն։ Այս տեղեկությունը հաստատեց միության արտաքին քաղաքականության եւ ապահովության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլաս։ Խոսքը կվերապերի Հայաստանի վրա համագարկչային հնարավոր հարձակումներու եւ ռուսական ապակարողության թեմ բայկարիմը, որս եվրոպացիներուն գմիդի պաշտպանել հայկական ժողովրդավարությունը։ Երևանի իշխանություններուն խնդրած օգնության հարցը քննարկվեցավ Բրյուսելի մեջ կայացած նախաճաշիմը ընթացքին, որուն մասնակցեցան Եվրոպական պետություններու արտաքին գործոս նախարարները եւ Հայաստանի արտաքին գործոս նախարար Արարատ Միրզոյան։ Հավաստի աղբյուրներու համաձայն Եվրոպական միություն 12 միլիոն եվրո պիտի հատկացնե Հայաստանի իշխանություններուն։ 65 թեր, 4 թեմ եւ 20 ծերմբահ կվեներով Հայաստանի ազգային ժողովը ամբողջությամբ ընդունեց զինվորական բարդատիր ծառայությունը 6 ամիսով գրջադելու օրինակիցը, որ կործատրելի պիտի լա հունվար 2026-ին սկսյալ։ Պաշտպանության նախարարությունը այս փոփոխությունը պատճառաբանած է, թե պայմանագրային զինվորական ծառայության զարկ պիտի դրվի, ադոր ամառալ բարդատիր զինվորական ծառայությունը գես տարիով կգրջատվի։ Սակայն ընդդիմությունը կբնթե, որ ոչ մեկ քայլ առնված է ու գարնվի պայմանագրով զինվորական ծառայություն կատարելու համագարկին մեջ։ Թուրքիա նախագահ Ռեջեփ Էրդողան հայտարարեց, որ Ադրբեջան եւ Հայաստան մոտ են խաղաղության համաձայնագրիմը գնկման, ավելցնելով, որ Թուրքիա-Հայաստան հարաբերություններու գագավորման հոլովույթը ըստ այնմ կընթանա։ Անսավ, որ Թուրքիա այս իմաստով խորհրդանշական քայլերու պիտի դիմե այս տարեվերջին կամ հարաճիգա դարվան սկիզբը։ Մյուս կողմէ Թուրքիա եւ Ադրբեջան պաշտոնապես իրարու զինվորական օժանդակության հոլովույթին ընթացք տվին, Ադրբեջանի խորհրդարանին կողմէ համապատասխան բնույթի հուշակրի վավերացման մասին օրենքի նախագիծին ընդունմամբ։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններու գծով հատուկ ներկայացուցիչ Էլչին Աբիրբեկով հայտարարեց, որ իրենց նպատակն է գայուն խաղաղություն ապահովել Հայաստանի հետ եւ այսօր համար անհրաժեշտ է, որ Հայաստանի սահմանադրությունը համապատասխան դարձվի նախաստորագրված խաղաղության համաձայնագրին։ Այս քայլեն յետ կարելի է ստորագրել եւ վավերացնել համաձայնագիրը, ըստ Ասիկա առաջին անգամն է, որ ադրբեջանցիք գխոսին Հայաստանի սահմանադրության նախաստորագրված պայմանագրին անհամապատասխանատվության մասին։ Նախապես Բաքու կհայտարարեր, որ Հայաստանի սահմանադրությունը կպարունակե Ադրբեջանեն հողային պահանջ։ Խոսքը անշուշտ կվերապերի Արցախի։ Հայատյացության իրենց քաղաքականության դրսևորմամբ Բաքու իշխանությունները որոշեցին համաներում շնորհել Հայաստանի եւ Արցախի դեմ զինվորական բոլոր գործողություններուն մասնակիցներուն։ Համաներում պիտի շնորհվի 44-օրյա պատերազմին եւ Լեռնային Ղարաբաղի գրավման զինվորական գործողություններուն մասնակիցներուն, ինչպես նաեւ այդ գործողություններուն ընթացքին սպանված անձերուն, հարազատներուն եւ
հաշմանդամ դարձած անձերուն։ Այս նախաձեռնության հեղինակը Իլհամ Ալիևն է։ Եվրոպական խորհրդարանը Ադրբեջանի գոչրավ ազատ արձակելու քաղաքական բոլոր փանդարգյալները, հատկապես նշելով Հայաստանի հետ հարաբերություններու ղեկավարման գոմնագից գիտնական Բահրուզ Սամեդովի ու Թալիշ հետազոտող Իկբալ Աբիլովի ձերբակալությունները։ Եվրոպական խորհրդարանին հաստատած բանաձևը նաև քննադատեց Ադրբեջանի վարչակազմը ազգային ապահովության պաշտպանության քողին տակ ընդդիմադիրներ ճնշելու, լրագրողներ, խաղաղության պաշտպան գործիչներ եւ իրավաբաններ գալանավորելու համար։ Հարկելի ակնթիռներ, իսկ այժմ հարցազրույցը պիտի ունենանք խորհրդարանական զարգացման միջազգային կենտրոն հասարակական կազմակերպության ղեկավար սահմանադրագետ Գոհար Մելոյանի հետ։ Բարև ձեզ։ Բարի երեկո։ Դիգին Մելոյան, Փաշինյան հետևողականորեն կհայտարարե, որ Հայաստանի պետք է նոր սահմանադրություն։ Երբ նախաձեռնված է նոր սահմանադրության նախագիծին ստեղծման գործին եւ հանձնախումբի անդամները որոնք են, իսկ ինչ հանգրվանի մեջ կգտնվին աշխատանքները։ Հանուն արդարության սկսենք այնտեղից, որ այո, այս քաղաքական ուժը ինչ եկել է իշխանության, իրենց օրակարգում ունեցել են սահմանադրական բարեփոխումների գործընթացը, բայց նոր սահմանադրությունը իրենց մոտ օրակարգ դարձավ նախորդ տարի եւ Ադրբեջանի ղեկավարը ուղղակիորեն այդ մասին հայտարարությամբ հանդես եկավ որպես ճակերտավոր խաղաղության պահանջի պայմանագրի նախապահանջ եւ անմիջապես Ալիևի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը իր ասուլիսում հայտարարություն արեց, որ այսուհետև մեր երկրում ոչ թե սահմանադրական բարեփոխումներ են, փոփոխություններ են, այլ նոր սահմանադրության ընդունման ձևաչափ են կանցնում։ Ինչ տարբերություն, սահմանադրական փոփոխություն թե նոր սահմանադրություն, տարբերությունը հստակ է։ Նոր սահմանադրությամբ փորձում են մեր սահմանադրության նախաբանից, որը փոփոխության ենթակա չէր, անփոփոխ հատվածն է սահմանադրության, հանել անկախության հռչակագրին հղումը։ Իսկ անկախության հռչակագիրը մեր պետության ծննդյան վկայականն է, փաստաթուղթ, որում ազգային նպատակներն են հռչակված ու անկյունաքարային այնպիսի հարցեր, ինչպիսին Արցախյան հիմնահարցն է, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցն է, ցեղասպանության պահանջն է եւ ընդհանրապես մեր պետականության գոյի հիմնական դրույթներն են։ Ովքեր են հանձնաժողովում ընդգրկված են բացառապես իշխանության ներկայացուցիչներ կամ պրոիշխանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, կազմակերպվում է գործընթացը իրավական ակտով վարչապետի որոշմամբ, որը այս ընթացքում հասցրել են անգամ մի քանի անգամ իրավական տեսանկյունից խախտել։ Հստակ է թե քբեական վարչագարկը ինչպիսի փոփոխություններ պիտի կատարի սահմանադրության մեջ եւ Փաշինյան ինչպես պիտի փորձի ամրագրել Հայաստանի երրորդ հանրապետության գազམ་ակամտումը եւ իր հայտարարած այսպես կոչված չորրորդ հանրապետության ստեղծման հայեցակարգը։ Տեսեք, սա ամենաուշագրավ հարցն է, որովհետև արդեն 7 տարի օրակարգում ունենալով սահմանադրական փոփոխություն, այժմ արդեն նոր սահմանադրության ընդունման ձևաչափ, անգամ մեկ դրույթ թղթին տրված մեզ չի ներկայացվել, ոչ հայկական հանրությանը, ոչ մասնագիտական համայնքին։ Միակ բանը, որ մենք ստիպված կարճելով, տեղեկատվական աղբյուրներին ու ցավոք սրտի ապավինելով թշնամական լրահոսին, գիտենք, դա այն է, որ օրակարգում կա մեր սահմանադրության նախաբանի անփոփոխ հատվածի փոփոխությունը, այլ հողեղեն դրույթ դեռևս մեզ ներկայացված չէ եւ սա լրջագույն խնդիր է երրորդ, չորրորդ հանրապետության բառախաղում, դրանք իհարկե սահմանադրաիրավական եզրութաբանություն չեն, բայց Նիկոլ Փաշինյանը հայտարարությամբ հանդես է եկել, իրենք իրանց քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունում ընդունել են չորրորդ հանրապետություն հռչակելու մասին որոշումը եւ այս փոփոխությունը նոր սահմանադրության հանրակվել, որը ըստ Ալիևի մեր տնային առաջադրանքն էր Հայաստանի Հանրապետության, լրջագույն հարված է լինելու մեր պետականության եւ հետագայում Հայաստանի Հանրապետության որպես իրավական պետության քննարկելի դարձնելու
հող է նախապատրաստելու թշնամու համար ողջ աշխարհում։ Այսինքն, երբ խոսք են գնում հրաժարումը երրորդ հանրապետությունից, որը իրենց պատկերացմամբ այսօրվա մեր Հայաստանի Հանրապետությունն է, թիրախավորվում է ընդհանրապես մեր պետություն ունենալու հետագա հարցը։ Հայաստանի բնակչության ջնշող մեծամասնությունը կհամարե, որ Փաշինյան նոր սահմանադրության ընդունման նախաձեռնած է Ադրբեջանի ճնշման տակ, որ Հայաստանի հետ այսպես կոչված խաղաղության պայմանագրի կնքումը կպայմանավորե այդ փոփոխությամբ։ Ինչ ունի գսելիք այս մասին։ Հասարակությունը իրավացիորեն է այդպես համարում, որովհետև դա ուղղակի ենթադրություն չէ, դա փաստահեն մոտեցում է։ Միայն նախորդ տարվա ընթացքում Ադրբեջանի ղեկավարը 30 անգամից ավելի խոսել է Հայաստանի սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին։ Մենք ունեցել ենք հայտնի Միրզոյանի եւ իրենց ԱԳՆ նախարարի Անտալիայի հանդիպումը, որտեղ բաց տեքստով խոսվեց մեր երկրում նոր սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին, որտեղ խեղճացած Միրզոյանը չէր կամ հակադարձություններ իրականացնել, ինչը իրենց իսկ ընդունած արտաքին քաղաքականության հետևանք է։ Մենք ուղղակիորեն անգամ մեր ներքին լսանի համար բարձրաստիճան պաշտոնյանից թե Փաշինյան, թե Միրզոյան ունեցել ենք հայտարարությունները, որ այո, դեռևս այդ ճակերտավոր խաղաղության պայմանագրի ընդունման ընթառաջ կան երկու նախապայմաններ։ Դրանցից մեկը բացահայտ ընդունված է, որ նոր սահմանադրության ընդունումն է, եւ ինչ է անում այսօրվա իշխանությունը, այսօրվա իշխանությունը ասում է, որ նոր սահմանադրության ընդունումը կդառնա 26 թվականին իրենց վերարտադրման արդյունքում հաջորդ քայլը, եթե ժողովուրդը իրենց տա վստահության քվե։ Այսինքն ակնհայտ է, չէ, որ իրենք եւս համոզմունք ունեն, որ ժողովուրդը հաշտ չէ նոր սահմանադրության ընդունման գաղափարի հետ եւ ժողովուրդը գիտակցում է դրա լրջագույն վտանգները։ Իսկ դրա հետևանքները իրապես լրջագույն են լինելու։ Պատահական չէ նաեւ Ադրբեջանի հանրաքվեի պահանջը։ Հանրաքվեի միջոցով իրենք ուզում են հիմնովին ամրագրեն այն սպառնալիքներն ու պահանջները առ Հայաստանի Հանրապետություն եւ առ հայ ժողովուրդ, որովհետեւ մինչ այդ, Փաշինյանի ստորագրած փաստաթղթերը հետագա գալիք իշխանությունները հնարավորություն են ունենալու միջազգային իրավունքի համատեքստում բողոքարկել։ Իսկ հանրաքվեն դա լինելու է հայ ազգի որոշումը, այդ իսկ պատճառով շարունակում է այս հարցը մնալ օրակարգային անհրաժեշտություն առաջին հերթին թշնամու համար։ Շնորհակալություն Տիգին Մելոյան։ Հարգելի ակնթիլներ, մեր հյուրն էր խորհրդարանականության զարգացման միջազգային կենտրոն հասարակական կազմակերպության ղեկավար սահմանադրագետ Քոհար Մելոյանը։ Այսպիսով կհասնենք մեր լրատվության ավարտին։ Հարաճիգա շաբաթ նոր լրատվությամբ կհանդիպենք։ Ցտեսություն։